Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգարժան պատգամավորներ, սիրելի ժողովուրդ, եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում իմ թեկնածությունը առաջադրելու համար եւ շնորհակալ եմ այն դրվատանքի խոսքերի համար, որ հնչեցրեցիք ձեր ելույթներում, այդ թվում նաեւ քաղաքական փոքրամասնության ներկայացուցիչներին։ Հարգելիներս, իմ կարգավիճակը փոփոխվում է։ Ես կողմից վերածվում եմ անկողմնակալի։ Տիկին Գյուրեղյան, դուք ասացիք, որ դատավորները, այդ թվում նաև Սահմանադրական դատարանի դատավորները չեն արձագանքում կատարվածի վերաբերյալ։ Պիտի չարձագանքեն։ Որևէ դատավոր, այդ թվում նաև Սահմանադրական դատարանի դատավորները չպետք է արձագանքեն դրան։ Նրանք պետք է պահպանեն չեզոքություն։ Դուք ասում եք, որ երբ մենք միասին պատգամավոր էինք, ես յուրաքանչյուր երևույթի վերաբերյալ դիրքորոշում էի արտահայտում եւ դուք դա գնահատում եք որպես անաչառ կարծիք։ Ուղղակի իմ հնչեցրած կարծիքը ձեզ համոզիչ է թվացել։ Իմ կարծիքը ձեզ հաճելի է եղել, դուր է եկել։ Դրա համար դուք այն որակում եք որպես անաչառ։ Ես այդ ժամանակ կողմ եմ եղել եւ հիմա պատրաստվում եմ լինել անկողմնակալ եւ պետք է լինեմ անկողմնակալ։ Եվ եթե որևէ մի այդպիսի երևույթի վերաբերյալ կոնկրետ գնահատական կամ դիրքորոշում արտահայտեմ, ես այդ գործով, երբ որ այդ գործը եկավ Սահմանադրական դատարան, ես պետք է ինքնաբացարկ հայտնեմ եւ չեմ կարողանալու իրականացնեմ Սահմանադրական արդարադատություն։ Մենք մեր դատավոր ընկերների հետ եթե ընտրվեմ, բանավիճելու ենք եւ գալու ենք ընդհանուր հայտարարի, գուցե նաեւ կլինեն հատուկ կարծիքներ, բայց այդ որոշումը լինելու է Սահմանադրական դատարանի ողջ կազմի որոշումը։ Եվ նաև արդեն ասացի, որ իրավունք չունեմ արտահայտել դիրքորոշում քաղաքական սուր բանավեճի կիզակետում գտնվող երևույթի վերաբերյալ։ Քաղաքական մեծամասնության կամ գործադիր իշխանության ներկայացուցիչների եւ հոգեվորականների միջև դրա վերաբերյալ ուղղակիորեն իրավունք չունեմ արտահայտելու իմ դիրքորոշում։ Ես արդեն իմ ելույթում ինչ որ չափով դրա մասին խոսեցի եւ ժամանակը խնայելու համար նաեւ ասեմ, որ ես երդվել եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա, պահպանել այն, լինել հավատարիմ։ Այդպես է շարունակվելու է։ Շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։